Ինչ են խորհրդանշում պսակի թագերը։ Հայոց եկեղեցում Սուրբ Պսակի խորհրդակատարության ժամանակ Հարսի եւ Փեսայի գլուխներին թագեր կամ նարոտ են դնում։ Այդ պահին Փեսան հռչակվում է թագավոր, իսկ Հարսը թագուհի։ Թագադրությունը խորհրդանշում է դրախտային երանական կյանքը, հիշեցնելով Ադամի եւ Եվայի նախամեղսական վիճակը։ Սա մի նոր թագավորություն է, ընտանիք, որը հիմնված պիտի լինի սիրո, հավատարմության եւ փոխադարձ հարգանքի վրա, որտեղ հարցերը պետք է լուծվեն ոչ թե ծեծ ու ջարդով, այլ միմյանց հետ խոսելով եւ հասկանալով։ Այս թագադրումը նաեւ մարտիրոսվելու խորհուրդն ունի։ Առաքելական շրջանում նահատակության պսակի էին արժանանում հարուն հավատքի եւ Քրիստոսի նահատակվածները։ Ընտանիք կազմելն էլ նահատակության մի ձև է, որի նպատակը երկրային դրախտի ստեղծումն է։ Թող մեր բոլոր ընտանիքները լինեն սիրով, երջանիկ եւ արժեքահեն։